Վալերի Պերմյակովը միակ ռուս զինծառայողը չէր, որ Գյումրիում մարդ էր սպանել։ Իհարկե այդ պատմությունը սարսափելի է, բոլոր մանրամասներով YouTube-ում տեսանյութ ունենք ամբողջական, եթե դեռ չեք տեսել, բայց այդպես էլ չիմացանք որն էր պատճառը։ Իրեն ուղղակի հանձնեցին Ռուսաստանին ու հիմա ոչ ոք չգիտի որտեղ է ու ինչ է անում։ 7 անմեղ կյանք խլելուց հետո 3 տարի անց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին մեկ այլ ռուս զինծառայողի կողմից սպանվեց 57 տարեկան գյումրեցի մի կին, որը ընդամենը դուրս էր եկել աշխատանքի։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամի 7-ին քաղաքի փողոցներից մեկում, այսինքն հանրային վայրում։ Ջուլիետա Ղազարյանը մաքրուհի էր ու փողոցները սկսում էին մաքրել առավոտյան շատ շուտ, մինչև որ առօրյա թոհուբոհը կսկսվեր։ Շատ պատահական էս կնոջի նկատումը Անդրեյ անունով ռուս զինվորականը ու ալկոհոլի ազդեցության տակ սկսում է հետապնդել։ Ինչ-որ պահի հարձակվում է ու սկսում ծեծել։ Խոսքը 1-2 թեթև հարվածի մասին չի, որ էլի նորմալ չէր լինի, բայց պատկերացրեք, այս տղամարդը ամբողջ ուժով հարձակվել է կնոջ վրա ու ծեծում է։ Տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ մահացավ։ 7 տարի տևած դատավարության ընթացքում դատավորը փոխվեց 5 անգամ, ինչը նշանակում է, որ 5 անգամ այս ամբողջ process-ը կարելի ասել նորից պիտի սկսվեր։ Այս ամբողջ ընթացքում ինքը մնում է ռուսական ռազմաբազայում, իսկ 7 տարի տևած դատավարության արդյունքում դատապարտվեց 8 տարի, հետո պարզվեց, որ այս 7 տարիները դուրս են գալու դրանից, այսինքն ազատազրկվելու է ընդամենը 1 տարով։ Ընդ որում կալանավայրը հայտնի չէ, այսինքն նորից չգիտենք թե որտեղ է, նորից չգիտենք այդ մի տարին գոնե ազատազրկված եղել է, թե ոչ։